իրականում թաքնված արտացոլում ունի նաև այս տարվա բյուջեում, որովհետև մենք պատվիրել ենք եւ հիմա իրագործման ընթացքում է խորը տեխնիկատեսական վերլուծությունը, որը անում է հոլանդական MTBS ընկերությունը եւ նախնական հաշվարկները ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ նավահանգստի կամ 4 ինդուստրիալ պարկի կառուցման համար եւ ես կարծում եմ ճիշտ ըստ պլանի մինչեւ տարվա վերջ մենք արդեն կունենանք վերջնական զեկույցը, որից հետո հանրային ներդրումային կոմիտեն եւս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագրի շարունակելու վերաբերյալ եւ համապատասխան ներդրումները իրականացնելու վերաբերյալ։ Մինչեւ այս տարվա վերջ կարծում եմ որ դեկտեմբերին մենք արդեն կունենանք հանրային ներդրումային կոմիտե, որտեղ քննարկենք Գյումրիի չորնավահանգստի եւ ինդուստրիալ պարկի ծրագիրը։ Կարծում եմ, որ մեծ հավանականություն է մենք հավանության կստանանք այդ ծրագրի իրականացման համար, դրանից հետո արդեն կախված կլինի մոդելից, թե ինչպես ենք դա անում, հավանաբար դա կլինի պետություն մասնավոր գործընկերություն, մենք պետք է փորձենք ներգրավել առաջնակարգ օպերատոր տարբեր երկրներից, որը կարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել թե ինդուստրիալ պարկի հատվածում, թե լոգիստիկ հատվածում։ Այսինքն 24-ին գործնականում կարող է մտնել, ճիշտ է՞։ Այո։ Կարծում եմ, որ 24 թվականին մենք անպայման ասենք կանցնենք, այսպես ասենք, տենդերի նախապատրաստման եւ իրականացման փուլերով եւ կարծում եմ, որ նույնիսկ կարող ենք հուսալ, որ 24 թվականին որոշ շինարարական աշխատանքներ կսկսվեն։ Այսինքն միջազգային գործընկերների հետ կա որոշակի համաձայնություն, իրենք օրինակ հետաքրքրված են մեր չորնավանգստի գաղափարով։ Ինչ կներեք էլի, որպես հարցի շարունակություն, դուք կարծեմ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ չէ ներկայացրել եք իրենց կողմից։ Տարբեր երկրներում անցաչափած ներկայացրել եմ Մեծ Բրիտանիայում, դրանից առաջ Չինաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում մենք տարբեր միջավայրներում, տարբեր գործարար համաժողովներում ներկայացնում ենք մեր ծրագիրը եւ կարող եմ ասել, որ դա բավական լավ է ընկալվում եւ այսօր մենք ունենք հետաքրքրություններ թե ծոցի երկրներից, թե հարավարևելյան Ասիայից, մի խոսքով